Անձերի կղզի 10-րդ մաս Ձայն ծառերի հետևից Հաջորդ առավոտ բժիշկ Լիվն եկավ և տեսավ ինձ։ Նա շատ զարմացավ, բայց ուրախացավ։ Երբ բժիշկն իր գործերը վերջացրեց, ինձ ասեց, որ պետք է գնանք դուրս խոսելու։ Ես բժշկին ասեցի, թե ոնց է Սիլվերը փրկել իմ կյանքը։ Եվ Սիլվերը շշուկով ասաց, որ դուք էլ իմ կյանքը պետք է փրկեք։ Սիլվերի բոլոր ընկերները նրան դավաճան էին անվանում։ Սիլվերը տխուր ու անտրամադիր նստած էր մի կոճղի վրա, որ ես ու բժիշկ Լիվզը զրուցում էինք։ Երբ մենք ավարտեցինք խոսելը, բժիշկն ասաց. «Միշտ տղայի կողքին կլինես, Սիլվեր։ Երբ օգնության կարիք լինի, կբղավես։ Ես գնում եմ օգնություն բերելու»։ Երբ բժիշկն հեռացավ, մենք գնացինք ամրոց և ճաշեցինք։ Հետո մենք պահ ու քլունգ վերցրեցինք ու գնացինք գանձեր որոնելու։ Ծովահենները շատ ոգևորված էին ու արագ ուզում էին գնալ գանձերը որոնելու, և մեկը գոռաց. «Կամախք եմ գտել»։ Սա Ֆլինթի կատակներից մեկն է, ասաց Սիլվերը։ Ահա դեպի գանձեր տանող ճանապարհը։ Այդ ժամանակ լսվեց մի բարակ ձայն, մեկը երգում էր. 15 տղա մարդ մեռելի սունդուկի վրա, յո-հո-հո և մի շիշ ռոմ։ Ծովահենները վախից գունատվեցին։ Սա Ֆլինթի երգն է, ասաց ինչ-որ մեկը։ Սիլվերը այնպես էր վախեցել, որ ատամները իրար էին զարկվում, բայց նա ասաց, որ երբ Ֆլինթը կենդանի էր, նրանից նա չէր վախենում, և Աստված վկա լինի, որ մեռել է, չեմ վախենա։ Գնացինք գանձերի հետևից։ Դե ինչ, մնաց մեկ մաս, կհանդիպենք վերջին մասում։